Ողջույն սիրելի բարեկամներ, մտազրույցի մեր հետական զրուցակիցը քաղաքագիտության դոկտոր Վարդան Աթոյանն է։ Ողջույն սիրելի Վարդան։ Բարև։ Վարդան ջան, մեր քննարկումների թեման հիմնականում կրթությունն է։ Այսօր պիտի խոսենք քաղաքագիտական կրթության ու նաև ուղեղային կենտրոններ կրթություն այս կապի մասին։ Սկսենք քաղաքագիտական կրթությունից։ Նախ քաղաքագիտության մեջ կրթության դերը կամ ազդեցությունը ինչպես է հիմա Հայաստանում եւ ինչպես է դա ազդում քաղաքական եւ հասարակական գործընթացների վրա այդ կրթությունը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում շատ կարևոր հարց եք տալիս։ Այսպես ասենք, քաղաքագիտական կրթությունը որպես կրթություն, որպես մասնագիտություն, որպես գիտաճյուղ, իրականում նույն խնդիրները ըստ էության ինչ որ կրում են մնացած ուղղությունները եւ այս առումով պետք է նաեւ նշել, որ մենք բնականաբար այդ գարուն քիչ ինչ եթե գնանք խորհրդային տարիներին, մենք ունեինք մեկ այլ կրթական համակարգ, որը ցավոք սրտի փլուզվեց, դրա տեղը դեռ չի ստացվել, ձևավորել ժամանակակից պահանջներին համահունչ մեկ այլ համակարգ, որ գոնե որտեղ խորհրդային կրթությունների թերությունները վանդերս ի վերջո մեզ տվեց, կարելի ասել անկախություն, տվեց ազատամարտ, տվեց հաղթանակ եւ այստեղ է հենց թաքնված իմ կարծիքով հենց կրթության գաղտնիքը, որտեղ վատ կրթությունը ինքը իր արձագանքն է տեսնում հետագայում եւ սոցիալական, սոցիալ-տնտեսական ոլորտներում եւ քաղաքական ոլորտներում ընդհանրապես։ Գալով քաղաքագիտությունը մեզ մոտ կարելի ասել ընդհանրապես որոշակիորեն նոր երևույթ է, պատմական առումով, եթե վերցնենք, սկսել է ձևավորվել մոտավորապես 90-ական թվականներից, եթե sense հավաքական կերպով կարելի ասել հայկական դպրոցը, ձևավորվող քաղաքագիտական դպրոցը, ձևավորողը նշենք։ Այո, դեռևս գործընթացի մեջ գտնվող դպրոցը, ըստ էության այս առումով թերևս պետք է նշել, որ եթե նայենք հետաքրքրություն բանով, ընդհանրապես մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը գալիս է նախ եւ առաջ նրա պահանջարկից, արդյոք շուկայում կա պահանջարկ, որտեղ յուրաքանչյուր անհատ ընտրելով մասնագիտություն մի փոքր առաջ է փորձում նայել եւ գտնել ինքը իր տեղը, աշխատաշուկայում էս իմաստով, կարծում եմ քաղաքագիտությունը ինչեւս ինքը տալիս է որոշակի գիտելիքներ, որոնք բնականաբար անհրաժեշտ կարող են լինել եւ հանրային կառավարման մեջ, եւ հանրային քաղաքականության մեջ, եւ ընդհանրապես եւ միգուցե այս իմաստով կարելի ասել, որ դեռևս մի քիչ փոքր կայացման փուլում ենք, մենք գտնվում։ Հիմա կարող է հարցի շարունակություն թվալ կամ հարց այլ կոնտեքստում կամ այլ ձևաչափով, այսպես ասենք, բայց ամեն դեպքում պետք է հնչեցնեմ։ Կրթության ազդեցությունը քաղաքացիական գիտակցության վրա, սոցիալական մասնակցության վրա, որ չափով է դրսևորվում մեր իրականության մեջ։ Շատ կարևոր հարց է իրականում, եթե նայենք այսպես ասած, մակարդակներին քաղաքացիական կրթությունը, քաղաքացու դաստիարակությունը, արժեքային համակարգի ներարկումը, դերևս դա ավելի շատ հանրակրթական մակարդակի կրթությունն է ապահովում, բնականաբար որոշակիորեն դրա շարունակությունը մենք տեսնում ենք նաև կամ պետք է տեսնենք նաև բարձրագույն կրթության մեջ, բայց ինչևէ դրա հիմնական բեռը, այսպես ասած, ընկած է հանրակրթության վրա։ Եվ այս իմաստով բնականաբար դպրոցը, այսպես ասած, շատ կարևոր է այս իմաստով քաղաքացիական գիտակցություն, իրավագիտակից քաղաքացի, քաղաքացիական այդ մտածողությունը մեր եւ այսպես ասած նաև հայրենասիրություն, նաև արժեքային համակարգ, նաև պետական մտածողություն սերունդների այսպես ձևավորման, գաղափարների ձևավորման գործում եւ դժվար է դա թերագնահատել իրականում, այսինքն բնականաբար այս իմաստով իհարկե, ինչպես նշեցի, նաև որոշակիորեն դա կարող է շարունակվել նաև բարձրագույն կրթության ոլորտում, թերևս եթե որ մենք նայում ենք կրթական ծրագրերին, բացի
Ներ մասնագիտական առարկաներից կան նաև ընդհանրական առարկաներ, որոնք փորձում են այդպես մի մակարդակ բարձր ապահովել նաև այդ ամենը ենթադրենք բարձրագույն կրթության համակարգում եւ այս իմաստով կարծում եմ չափազանց կարեւոր է նաև այս գործառույթի իրականացումը ընդհանրապես կրթական համակարգում։ Նոր նախորդ հարցի ժամանակ նշեցի, որ հիմա հարցը տամ մի հատ ձևակերպում դրվեցիք, իմ կարծիքով տեղին ձևակերպում քաղաքագիտական դպրոցը ձևավորման փուլում է։ Երբ կարող ենք հետո մյուս հարցն, որովհետև իմ կարծիքով հավանաբար այդ դպրոցի ձևավորման ավարտը նաև կհանգեցնի ինչ-որտեղ քաղաքագիտության ազդեցությունը քաղաքացիական գիտակցության վրա, եթե սխալվում եմ ինձ ուղղեք։ Այդ ձևավորումը երբ դի համարենք, որ ավարտվի ինչ-որ մի փուլը, ասենք լավ, հիմա քաղաքագիտական դպրոց Հայաստանում ձևավորումը ավարտվել է եւ դա ինչով է պայմանավորված լինելու։ Տեսեք, դրա մոտ ըստ էության երբ մենք նայենք դրա բնականաբար առաջամարտիկները լինելու են այն բուրերը։ Ներողություն, որևէ մեղադրանք չհնչեցնելով գործող բարեխիղճ քաղաքագետների հասցեին։ Բնականաբար, հա, մեր գործընկերներն են եւ դրանցից մեկն են նաեւ ես եմ։ Ըստ էության խնդիրը նրանում է պարզապես, որ իրոք դա ձևավորման փուլումը մենք չենք ունեցել այդ իմաստով քաղաքագիտական դպրոց եւ մի քանի տասնամյակի ընթացքում դա շատ բարդ է տեսնել է։ Ձևավորումը կարելի է տեսնել նաև օրինակ միջազգային ճանաչմամբ, հա, եթե մենք ենթադրենք նայում ենք արտերկրում հրապարակված, դա ցուցիչներից մեկն է, հա, չասեմ թե դա միայն դրանով է պայմանավորված, բայց բարձր ազդեցություն ունեցող ենթադրենք Scopus Web of Science թեմարանում ընդգրկված եթե հոդվածների քանակին նայենք, հա, այդ թեմատիկային նայենք, դրանց վրա կատարվող հղումներին նայենք, այսինքն կան որոշակի վիճակագրություն, կա որոշակի ցուցիչներ, որոնց այո, շոշափելի կան մոտեցումներ, որոնք ձևավորվում են, հա, տարբեր դպրոցների շրջանակներում։ Ես կարծում եմ դա անընդհատ process է։ Իհարկե դեռ վաղ է խոսել, որ դա դժվար է մատնանշել ինչ-որ մի փուլ, որտեղ դա կլինի, բայց կարծում եմ, որ դա ժամանակի ընթացքում դա հրամայական է եւ դա մի տեղի ունենալու, հա, դա տեղի ունենալու նոր նաեւ սերնդի օգնությամբ, նոր սերնդի աջակցությամբ, որովհետեւ ամեն դեպքում ամեն սերունդ իր հետ բերում է որոշակի, այսպես ասած, նախկին իներցիա եւ նոր սերունդը մի քիչ ավելի նաեւ տիրապետելով նաեւ ժառանգել ժամանակակից գործիքներին, լեզվաիմացությունն աստե նաեւ շատ կարեւոր, այսինքն հայ կրթական այդ համակարգը անկախ նրանից դա քաղաքագիտություն, տնտեսագիտություն թե պատմագիտություն պետք է փորձեն ինտեգրել ավելի գլոբալ ցանցերին։ Իհարկե պահպանելով ուրույն ազգային դիմագիծը, պահպանելով, չկորցնելով, հա, այդ ինտեգրվել երկխոսության միջոցով։ Այսինքն մենք չենք կարող մեկուսանալ այս իմաստով եւ երբ որ այդ երկխոսություն բավարար արդյունավետություն մենք կարող ենք գնահատել եւ բավարար քանակով ճանաչված գիտնականներ, այդ թվում հասարակական գիտությունների ոլորտում ընդհանրապես հա մենք կարող ենք ասել, որ ինչ որ առումով ինչ բաներ մենք կարողացել ենք ստեղծել այս տարիների ընթացքում, բայց կարծում եմ դեռևս վաղ է, ես չեմ ուզում ոչ թե ինչ-որ խտացված վատ գույներով կամ դրական գույներով ներկայացնել, գործընթացը ինքը գնում է եւ կարծում եմ, որ դրա համար ժամանակ է պետք, հա, ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բավարար չափով ունենանք այն ինչի մասին մենք ցանկանում ենք տեսնել, այդ բովանդակությունը կրող նաեւ քաղաքագետներ։ Վերադառնանք էլի կրթությանը, այդ կրթությունը ինչպես է կարողանում նպաստել կամ հակառակը խոչընդոտել քաղաքական կայունությանը ոչ միայն ներազգային տեսանկյունից, այլև միջազգային մակարդակում։ Տեսեք, իմ կարծիքով կարելի է այսպես ձևակերպել, որ ընդհանուր առմամբ կրթությունը բնականաբար շատ մեծ դեր ունի հասարակության մեջ եւ կիրթ հասարակությունը, որը գիտի իր իրավունքները, ունի քաղաքացիական գիտակցություն, ավելի հետեւողական է այդ իր իրավունքների պաշտպանության գործում եւ բացի դրանից նաեւ եթե ժամանակակից աշխարհի մարտահրավերներին ունենք համապատասխան մեդիա գրագիտություն, հա, թվային տեխնոլոգիաներից օգտվելու գոնե բազային մակարդակով իմացություն, այս իմաստով բնականաբար նման հասարակությունները ավելի կայուն են, ավելի առողջ են, եթե այսպես կարելի ասել, հա, որովհետեւ ունեն բավարար դիմադրողականություն, ունեն, այսպես ասած, պակաս հակված են մանիպուլյացիաների, իսկ անկիրթ հասարակությունը բնականաբար ցանկացած տեղեկատվություն, նաեւ քարոզչության, տարաբնտեսում մենք այս
կարելի է այսպես նաև fake news-երի դարաշրջանում ենք ապրում, հատկապես արհեստական բանականության մեջ գեներացված արդեն մարդու ձայնով նույն այսպես կարող են գեներացվել պատկերներ, հա, եւ այդ ամեն ինչը տարանջատելը աստիճ մեզանից ավելի մեծ որակավորում եւ նոր հմտություններ է պահանջում։ Եվ այս իմաստով բնականաբար կրթության խնդիրը, այդ հանրակրթության, այդ բարձրագույն կրթության գիտության իջու չէ, հա, արդեն երրորդ մակարդակում բնականաբար այս խնդիրները պետք է հիմքում դրված լինեն, ձևավորել նաև մեդիա գրագիտություն, ձևավորել թվային հմտություններ, որտեղ ընդհանրապես այս լանդշաֆտը կրթական համակարգի այս նոր տեխնոլոգիաների ազդեցությամբ մեծապես փոխվում է, հա, այս միգուցե դա մեկ այլ ավելի լայն թեմա է, այս արհեստական ինտելեկտի ազդեցությունը, հա, բայց բնականաբար մենք չենք կարող դրանից զերծ մնալ։ Եվ նույն այս արհեստական բանականության տեխնոլոգիաները իմ անձնական տպավորությամբ դատելով թե իր զարգացման տեմպերը ինչպիսին են, ինքը նաև ինչ-որ առումով հեղափոխական մոտեցումներ է բերելու։ Դասախոսը ուսուցիչը ինքը այլևս չի լինելու տեղեկատվության։ Նույն ինքը արդեն իսկ այդպես ինչ պետք է լինի, բայց դա առավել ընդգծված լինելու թվային այս մեր դարաշրջանում, արհեստական բանականության դարաշրջանում, երբ որ մարդը ուսուցիչը դասախոսը ինքը տեղեկատվության պետք է այսպես վերծանող չլինի կամ փոխանցող, հա, ինքը պետք է լինի արդեն ավելի շատ ինքը անձնական տպար մենթորի դերակատարություն ստանձնի, որովհետև տեղեկատվության պակաս չկա, այստեղ ճիշտ տեղեկատվությունից օգտվելու համապատասխան հմտություններ են անհրաժեշտ։ Բացի դրանից, հա, եթե մի քիչ երևի թե շեղվեց թեման այդ արհեստական ինտելեկտի թեմայով։ Այս ավանդական թեմայա, որ բոլոր քննարկումներում խոսում ենք։ Անխուսափելի է, բայց դե մի հատ ուրիշ մարտարավեր կա, օրինակ ես նաև որոշակի հետազոտություններ մենք էլ ենք արել այդ թեմայով եւ բարբերաբար հետևում են նաև ակադեմիական խոսույթին այս իմաստով, հիմնականում ակադեմիական շրջանակները շեշտադրվում է էթիկական կողմը, հա, արհեստական այդ, չգիտեմ, տարբեր տիպի ChatGPT-ից սկսած մինչև նմանատիպ այլ գործիքներ, դրանցից օգտվելու էթիկական կանոններ եւ այլը, ինչը անչափ կարեւոր է, բայց այդտեղ մյուս կարեւոր մարտարավերը, որ պետք է մենք հասկանանք ինչպես պետք է ամեն ինչը հաղթահարել, դա կարծում եմ դրա այսպես դեռևս չգնահատված, բայց ակնհայտորեն որոշակի ազդեցություն է կոգնիտիվ, այսպես մտածողական, ստեղծագործական բանի վրա, հա, երբ որ քո փոխարեն նաև վերլուծական աշխատանք է սկսում իրականացնել այդ գործիքը արհեստական բանականությունը, հա, քո մոտ դա աստիճանաբար այդ մկանը սկսում է չաշխատել։ Միգուցե դա այդքան վտանգավոր չի այն պարագայում, երբ անհատը արդեն ձևավորված է, ունի անպատասխան գիտելիքներ, ու գիտական որոշակի ճանապարհ է անցել, բայց երբ որ մենք նայում ենք շատ բարդ է դրա գնահատել, այսպես ասած, նոր սերնդի վրա, ուղղակի չունեն ոչ բավարար դեռևս տեղեկատվություն, ոչ բավարար գիտելիքներ, ոչ բավարար հմտություններ, եւ այդ ինֆորմացիան, որ անցում է, այստեղ նաեւ ուրիշ կողմը կա, դրա անվտանգային մարդ, օրինակ անցած տարի էր կարծեմ, հա, Միացյալ Նահանգներում փաստաբանը իր օգնականին հանձնարարում քեյս անի եւ նախադեպի սկզբունքով այդ նայել որպեսզի ժամանակը խնայի, հա, դա հարցնում է արհեստական ինտելեկտին, նա տալիս է ոչ ճշգրիտ պատասխան, դա դատարանում ներկայացնում է եւ դա թյուրիմացության եւ անհարմար իրավիճակ է ստեղծում այս իմաստով, այստեղ ուրիշ մարտարավեր կա, երբ որ դու ունես անպատասխան գիտելիքներ եւ հմտություններ, պետք է նաև ճիշտ օգտագործել, պետք է ոչ ոքի քննադատողաբար մոտենալ, ստուգել տեղեկատվությունը, հա, եւ այս իմաստով սա նույնպես մեծագույն մարտարավեր է, ի թիվս այլ բազմաթիվ մարտարավերներ, մենք կտեսնենք նաև այս թվային դարաշրջանում։ Ես ուզում եմ այս պրիմիտիվ համեմատություն անել, բայց իմ կարծիքով տեղին համեմատություն է։ Մարդիկ բահով էին բերքը մշակում, հիմա տրակտորն է մշակում։ Բնականաբար տրակտորով ավելի արդյունավետ է, ավելի հեշտ է, հարմար է, բայց տրակտորը նաև աշխատացնելու խնդիր կա, որ պետք է աշխատի, մարդկությունը դրանից չի տուժել, շահել է, չպետք է վախենանք այս մարտահրավերից եւ պետք է ոչ միայն պատվով ընդունել, այլև մենք որպես ժողովուրդ, հասարակություն պետք է փորձենք հետ չմնալ։ Միանշանակ համամիտ է, որտեղ իրոք դրա դեմ պայքարելը դա դոնքի շոտությունն է, որտեղ այդ գործիքը կա, այդ գործիքը ստեղծվել է անկախ մեր կամքից եւ ցանկությունից, դա օգտագործվել եւ կիրառվել է։ Ուղղակի մենք համասարանները, չգիտեմ, բուհերը, դպրոցները պետք է ինչ-որ կարգեր կանոնակարգեր մշակել։ Դա ուրիշ խնդիր է։ Որ դեպքում ոնց ինչպես պետք է օգտագործվի
որպեսզի եւ ըստեղ նաեւ ուրիշ խնդիր կա, որ պետք է նաեւ աստիճանաբար դրան համապատասխանեցվեն նաեւ, չգիտեմ, օրինակ գնահատման համակարգը բուհերում, հա, այսպես ասած, պետք է ավելի շատ շեշտադրվի ոչ թե այսպես տեստային ընդունենք, հա, մեխանիզմները, այլ ավելի շատ ստեղծագործական բաղադրիչի վրա։ Այսինքն պետք է ձևավորել ստեղծագործական մտածողություն, պետք է բացահայտել այդ ջիղը եւ դպրոցում եւ բուհերում քննադատողական մտածողություն, այսինքն մենք կոնցեպտուալ փոփոխությունների առաջ ենք կանգնած եւ այս իմաստով ես կարծում եմ բացի լուրջ մարտահրավերներից մենք ունենք նաեւ հնարավորություններ, որտեղ կորուստները, որ մենք ունեցանք այս տասնամյակների ընթացքում, հա, այս մի որոշակի հետընթացը մենք կարող ենք, եթե ճիշտ դիրքավորվենք, որ փորձենք կոմպենսացնել այս ճիշտ օգտագործման միջոցով։ Իմ կարծիքով արհեստական բանականությունը ոչ թե մարտահրավեր, այլ հնարավորություն պետք է դիտարկել եւ օգտագործել այդ հնարավորությունը առաջ գնալու համար։ Ես հիմա մի հարց եմ տալու, կրթությունը նորաձև է թրենդի հետ կապ չունի, բայց հարցը հնչեցնեմ։ Ես ուզում եմ, որ կրթությունը իսկապես որպես ուժ օգտագործի քաղաքական ազդեցություն ձեռք բերելու համար։ Վստահ եմ դու էլ ես ուզում, բայց դա արդյոք այս պայն հնարավոր է։ Եթե նկատի ունենք կրթությունը, իհարկե գիտելիքը դա մեծագույն գործիք է։ Ես կամաց ուզում եմ գնալ ուղեղային կենտրոններ, որովհետև դրանց դերը չի արժևորում ցավոք սրտի Հայաստանում, բայց պիտի արժևորի։ Միանշանակ համամիտ եմ, իհարկե չարժևորելու մեջ կան օբյեկտիվ պատճառներ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Տեսեք, խնդիրը ինչն է այստեղ, հա, հիմնականում լավ ուղեղային կենտրոններ, պետք է, այսպես ասենք, սկսենք հիմքից, որովհետեւ մենք ունենանք լավ փորձագիտական համայնք, այդքան, այսպես ունենանք լավ ուղեղային կենտրոններ։ Դա նույնպես ուղղակիորեն կապված է կրթությունից, որ այդ մասնագետները սնուցում են ոչ միայն ակադեմիական գիտություն, այլ նաև կիրառական դրա վերլուծական հատվածը, որը հանդես է գալի այդպես ուղեղային կենտրոնների տեսքով։ Եվ այս իմաստով բնականաբար դա լրջագույն, այսպես ասած, միջոց է կրթությունը, նաև քաղաքականության մեջ եւ ընդհանրապես քաղաքականության վրա ազդեցության իմաստով, հա, լավ փորձագիտական հանրույթ ունենալը դա նշանակում է, եթե համապատասխան նաև հանրային քաղաքականության եւ որոշումների կայացման համակարգը, եթե բաց է լինում, այսինքն ներառական ալնում այլ տիպի սուբյեկտների ներգրավման համար եւ այդ պարագայում փորձագիտական համայնք եւ ուղեղային կենտրոնները որոշակի չափաբաժնով մասնակցում են որոշումների կայացմանը, դա միանշանակորեն բարելավում է հանրային քաղաքականությունը։ Հանրային քաղաքականությունը բարելավում է նաեւ կյանքը, բարելավում է կենսամակարդակը, բարելավում է արտաքին եւ ներքին քաղաքականությունը եւ այսպես կրթական համակարգը եւ բնականաբար կրթական համակարգը, ինչը այդ բոլորը իրար հետ փոխկապակցված մի համակարգի մաս են կազմում։ Այո, օրինակ ուղեղային կենտրոնները, ուղղակի պարզած կրթական համակարգի վրա ինչ ազդեցություն կարող են ունենալ։ Այսպես ասեմ, ավելի շատ եւի հակառակ ազդեցություն ունի, որովհետեւ վատ կրթական համակարգը վերում է վատ փորձագիտական արտադրանքի, որովհետեւ լավ կրթական համակարգից մենակ կարող են գալ լավ փորձագետներ, ովքեր, այսպես ասած, կմիանան այդ ուղեղային կենտրոններին, think tank-երին, ովքեր եւ համապատասխան իրենց գործառույթներով կաջակցեն հանրային քաղաքականությանը, կբարձրաձայնեն հասարակությանը ուզող խնդիրները, կձևակերպեն, կդնեն դա որոշումներ կայացնողների առաջ եւ այսպես շարունակ։ Հակառակն էլ բնականաբար կարող է լինել, եթե փորձագետների աշխատանքը համապատասխան գրավիչ լինի, հա, դա որոշակի խթան կարող հանդիսանա, որպեսզի երիտասարդությունը ձգվի, այսպես ձգողական դառնա նաև երիտասարդության համար, որպեսզի գան աշխատեն եւ նաև ուղեղային կենտրոններում, հա, որովհետեւ դա եւս ու չասեմ դա ակադեմիական գիտությունն է, բայց գիտական մոտ աշխատանք են կատարում, որովհետեւ դա վերլուծությունն է, դա պետք է լինի անաչառ, անկողմնակալ, հա, այստեղ եւս այդ խնդիրները մենք բախվում ենք Հայաստանում, որովհետեւ այդ ուղեղային կենտրոնների համայնքը հաճախ այս կամ այն քաղաքական արտաքին քաղաքական որոշակի ուղղվածություն ունի, ինչը նաև կա նաև այլ երկրներում, այնպես չի որ սա մեզ մոտ է միայն այդպես, բայց այդ մեզ մոտ միգուցե դա չափից շատ ընդգծված է եւ այս իմաստով դա նաև որոշակի վստահության պակաս է առաջացնում հանրության շրջանում։ Հայաստանում ուղեղային կենտրոնները քաղաքական, ասենք պատվեր, բայց քաղաքական պատվերը ստանում են։ Իհարկե կան, այո, նախադեպեր ունենք, ես նայելով վերջին մի 2 տասնամյակ ուսումնասիրում եմ այս ոլորտը, լինում է պատվերներ բնականաբար, բայց դրանք ոչ այդքան ինտենսիվ են, ոչ այդքան հաճախ են, ինչքան մենք կարող ենք տեսնել
կայացած ընդունենք, հա, ուղեղային կենտրոններ ունեցող համակարգերը, ինչպիսիք են օրինակ Գերտերություն Միացյալ Նահանգները, Չինաստանը, նույնիսկ որոշակի օրեր Ռուսաստանի Դաշնությունը, հա, եվրոպական շատ երկրներ, այս իմաստով մեզ մոտ նույնպես սա կայացման փուլում է եւ այստեղ երկում փոխադարձ վստահության խնդիր ունենք, հա, որոշում քաղաքական էլիտայի, դա կլինի էլիտա թե կոնտրէլիտա կարևոր չի, հա, այստեղ կարևոր է այդ որոշում կայացնողներ, այսինքն պետական կառավարման համակարգում, քաղաքական առաջնորդներ եւ այդ ուղեղային կենտրոն փորձագետների այդ համապատասխան երկկողմ այդ աշխատանքը կա մեզ մոտ այնպես չի եւ դրական դինամիկա այնուամենայնիվ եթե 90-ականներից նայում ենք, կա միգուցե դա բավարար չափով այդ որակական իմաստով այդքան մեծ ցանկալի մակարդակի վրա չի, բայց այնուամենայնիվ դա կա եւ ես իմաստ ինչ որ իմաստով լավատես եմ, որ կհաջողվի հասնել այն մակարդակ, որովհետեւ եթե նայենք վերջին տարիներին նաեւ քանակապես են նրանք սկսում աճել։ Իհարկե, եթե նայենք ուղեղային կենտրոնների ներուժին, հա, մենք չենք կարող համատել Հայաստանի հետ որևիցե ուղեղային կենտրոն, միջին թեկուզ վիճակագրական այլ երկրի ընդհանուր Միացյալ Նահանգների, ոչ բյուջեի չափով, ոչ աշխատակազմի չափով, ոչ իր կապերով, հա, բայց կարևորը նաև որ կա այսպես ցանկություն եւ մարդիկ փորձում են այդ անել եւ միգուցե դրանցից որոշները ինչ-որ տարիներ հետո կկարողանան հասնել այն ցանկալի մակարդակին, որ մենք տեսնում ենք շատ եվրոպական օրինակ երկրներում։ Հայաստանում կրթության վիճակը ուղեղային կենտրոնը հիմնականում կոնֆլիկտային, հա, խնդրահարույց հարցերով են զբաղվում։ Հայաստանում կրթության վիճակը շատ խնդրահարույց է, ծանր վիճակում է գտնվում, շատ ասպեկտներ, լավն էլ կա անշուշտ։ Եվ պարզվոր ուղեղային կենտրոնները նաև դրանով հետաքրքրվեն։ Ինչ որ աշխատանք արվում է, այսինքն կրթության հիմնախնդիրների բարելավման, նաև եղած իրավիճակի գնահատման, վերլուծության առումով։ Եվս շատ կարևոր հարց եք տալիս, այո, կան հանդիպում եմ ես նաև այսպես ուղեղային կենտրոնների կողմից որոշակի ինտելեկտուալ պրոդուկտ հրապարակում որոշակի էս իմաստով, բայց ես կարող եմ անդրադառնալ ընդհանրապես մեր բուհի օրինակով, Ամբերտ հետազոտական կենտրոնի օրինակով, որ արդեն ինքը շուրջ, ինչը եւս քիչ է հանդիպում հայ իրականության մեջ, որքան երկարատև կենտրոն է աշխատում, հա, ուղեղային կենտրոն, մենք արդեն 12 տարվա այսպես ուղեղային կենտրոն է Ամբերտը եւ այս տարիների ընթացքում մշտապես նաեւ այս թեմատիկան ուսանող կրթություն, հա, բարձրագույն կրթություն, հանրակրթություն, ուշադրության կենտրոնում ապահել կան, մենք ունենք բազմաթիվ այսպես հրապարակված հետազոտություններ, դրանց մի մասը ժամանակին եւ կատարվել են համապատասխան գերատեսչության, այս հետ համաձայնեցված կամ պատվերով կամ ուղղակի մեր նախաձեռնությամբ մեր կոլեգաների, գործընկերների ունենք այսպես տարբեր ասպեկտներին, հա, վերաբերող ֆինանսավորման խնդիրներ, միջազգային փորձ, ինչպես է ընդհանրենք հանրակրթություն, բարձրագույն կրթություն, մեզ մոտ ինչպես է համադրում դրանց հիման վրա, ասենք, առաջարկի մշակում եւ ներկայացում, ունենք նույն արհեստական ինտելեկտի ընդհանրենք վերաբերյալ արհեստական բանականության դրա գործիքների կիրառման խորությունն ու մակարդակը մեր բուհական համակարգում արդյունքները իհարկե այս իմաստով պետք է նաև նշել թե բայց դե մի կարևոր խնդիր կա էլ որ ես կուզենամ անդրադառնալ դե ուղեղային կենտրոնի հաջողությունը գալիս է նրանից շատ դեպքերում երբ որ իր կատարած աշխատանքը պահանջված է, դա ինքնանպատակ չի դառնում, հա, որովհետև ի տարբերություն ֆունդամենտալ գիտության, հա, որտեղ հետազոտ ավելի շատ ինքը հիմնարար գիտություն է եւ ստեղ ավելի շատ ինքը կիրառականությունն է եւ եթե այդ կիրառականությունը չի կիրառվում, հա, դա ինչ որտեղ դառնում է ինքնանպատակ։ Բայց կան իհարկե կան եւ ես կարծում եմ այնուամենայնիվ նաև ներսից իմանալով մեր այդ Ամբերտ հետազոտական կենտրոնը նաև որոշակիորեն մասնակցություն է ունեցել մեր փորձագետները կենտրոնի ռազմավարական բնույթի փաստաթղթերի բարձրագույն կրթության կարող է առնչվել, հա, մշակման ընթացքում ինչ-որ կարծիքի ներկայացման, դա գրավոր կլինի ինչ-որ խորհրդակցությունների մասնակցության եւ որոշակի խնդիրների բարձրացման տեսքով, այսինքն մենք ունենք այն այսպես առաջնային ցուցիչները, որ պետք է ունենանք, բայց իր խորությունը դեռևս բավարար չի եւ սա իհարկե գալիս նաեւ պետական կառավարման այդ այսպես բացության աստիճանից, եթե պետությունը, իշխանությունը, կառավարությունը ընդհանրապես, հա, գործադիր կլինի, օրենսդիր կլինի, ավելի բաց կլինի փորձագիտական այսպես կարծիք ներգրավելու առումով։ Այս իմաստով մենք կարծում եմ միայն կշահենք։
Վարդան ջան, մի քանի հարցեր են ձևավորվում միանգամից գալիս։ Հայաստանում կրթական գրությունից խոսենք եւ ուղղային կենտրոններ, փորձագիտական դաշտ։ Կրթական պերմանենտ բարեփոխումների շրջապատույտի մեջ ենք։ Եվ հիմնավոր կարծիք կա, որ բարեփոխման անհրաժեշտությունը, այսինքն չի գնահատվում, այսինքն օրինակ բարձրագույն կրթության մասին օրենք ես փոխում։ Մի հատ հաշվել ես, ինչի համար ես փոխում։ Չափ ու ձև արել ես, վերլուծել ես, չէ։ Կամ հանրակրթության ոլորտում բարեփոխումներ են իրականացում բարբերաբար։ Դրա նախապես արված հետազոտություններ կա։ Հիմա դու ասացիր, որ որոշակի բաներ ամեն դեպքում արվում է։ Ես ուզում եմ հասկանամ նախաձեռնողը, օրինակ բարձրագույն կրթության մասին օրենքի ընդունման քննարկման ժամանակ կարծիք են հարցրել բուհերից։ Բայց այդ կարծիքը մեծ մասով հաշվի չի առնվել եւ այդ կարծիքը հաշվի են արել, որ օրենքի նախագիծը պատրաստ է։ Միշտ կարելի է մինչեւ օրենքի նախագիծը պատրաստելը իսկապես լուրջ հետազոտություն անել, որքանով է կարիքների գնահատում անել։ Դա չի արվել։ Հիմա ուզում եմ հասկանալ այդ եղած 1-2 դեպքը, որ օգտագործում են ուղղային կենտրոնների ապրանքը, դա իսկապես կարիքների գնահատման համար է արվում, թե Դա իրականում բարդ է ասել, որտեղ այս թեման ինքը արդիական է ինչով, որտեղ դա հետաքրքրում է ամբողջ աշխարհում այն մարդկանց, ովքեր ուսումնասիրում են ուղղային կենտրոնը եւ դրանց ազդեցությունը հանրային քաղաքականության վրա, իրականում պետք է չափելիություն, ստեղ կարող ենք փորձել ինչ-որ ինդիկատորներով տեսնել, բայց դրա իրական, այսպես ասած, բան մենք կտեսնենք այն ժամանակ, եւ ոչ դա առանձին եզակի դեպքերով, այլ ինստիտուցիոնալ առումով, երբ որ դա կդրվի ինստիտուցիոնալ ռեսուրսերի վրա, այսպես ասած, դա մենք չենք տեսնում։ Իհարկե կան, որ ուղղային կենտրոններ պայմանագրեր են կնքում այս կամ այն գերատեսչության հետ, բայց գործնական դրակումը բավականին թույլ է, ստե ավելի շատ այսպես ցուցադրական, հա, իր այդ կողմն աշխատում, քան թե այսպես ասած իրական բովանդակային։ Այստեղ կա իհարկե մոտիվացիայի խնդիր, որովհետև պետությունն էլ այդ օգտագործելու ժամանակ պետք է ինչ-որ բանով մոտիվացնի եւ խրախուսի այդ փորձագիտական համայնքին, հա, դա պետք է լինի, օրինակ, եթե վերցնենք, որպեսզի կտրված չխոսենք, Միացյալ Նահանգների եւ աշխարհի ամենախոշոր ուղղային կենտրոնը դա Rand կորպորացիան է։ Rand կորպորացիան ինքը պայմանագրային հիմունքներով է աշխատում, պետական տարբեր պետդեպարտամենտ, պետքարտուղարություն, այսինքն այս իմաստով իր բյուջեի 90-80%-ից ավելին ձևավորվում է պետական պատվերից։ Պետությունը պատվեր է տալի այս կամ այն ոլորտը ուսումնասիրելու համար եւ ստացված առաջարկությունները դնում է իր քաղաքականության հիմքում։ Այս իմաստով, օրինակ, Rand կորպորացիայի բյուջեն մի քանի 100 միլիոն դոլար է, այսինքն մոտավորապես Հայաստանի բյուջեի 10%-ի չափ մենակ այդ մի կենտրոնի բանն է գալիս, 1500-ի չափ փորձագետ, սա ձև է աշխատանքի, հա, կան այլ տիպի ուղղային կենտրոններ, որոնք սպասարկում են ընդունեն կուսակցական որոշակի թեվա, օրինակ Միացյալ Նահանգներում Heritage Foundation-ը ժառանգություն հիմնադրամը, որը ԱՄՆ հանրապետական կուսակցության փորձագիտական այսպես ուղղային կենտրոնն է, այսպես, այսինքն դե որպես կանոն փորձագետները իրենք ունեն այդպես ասած պահպանող ամերիկյան պահպանողական հայացքներ, հանրապետականներ, հա, եւ ինտելեկտուալ աջակցություն են ցուցաբերում հիմնականում եւ այդ կուսակցությանը եւ երբ որ այդ կուսակցությունը վարչակարգ է ձևավորում գալիս է իշխանության, նաեւ շատերը փորձագիտական հանրությունից գալիս են պաշտոններ, որոշները արդեն եւ այսպես շարունակ եւ այդ ցիրկուլյացիան, այդ պատտվող դրան քաղաքականությունը շատ կարեւոր է նաեւ ուղղային կենտրոնների իմաստով, որովհետեւ ուղղային կենտրոնը ստանում է մարդիկ, ովքեր ունեն գործադիր հետագայում, երբ որ վերադառնում է այդ մարդը ուղղային կենտրոն, հա, ստանում է մարդ, ով ունի նաեւ պրակտիկ պետական կառավարման փորձ, կապեր, լրատվության շրջանակներում, սոցիալական կապեր, հա, եւ այս իմաստով մեծ կարեւորություն ունի։ Մեզ մոտ ցավոք սրտի այդ ինստիտուցիոնալ բաները դեռևս չեն գործում։ Այո, առանձին դեպքեր միգուցե կարող ենք տեսնել, որ մարդը եղել է փորձագետ, վերլուծաբան, նշանակել են ինչ-որ պաշտոնի, բայց դա ինստիտուցիոնալ չի, դա առանձին դեպք է եւ դա օրինաչափություն չի կազմում, հա, ցավոք սրտի։ Հայաստանում քաղաքական գործիչները, որ թողում են քաղաքականությունը, գնում են միանգամից բիզնես։ Այո, բիզնես, այո, եւ այս իմաստով կա ցավոք սրտի այդ խնդիրը մենք նույնպես ունենք
շատ խնդիրներ կան, այդ մշակույթն էլ չունենք մենք դեռևս ձևավորված, օրինակ Միացյալ Նահանգներում շատ դեպքերում պաշտոնատող նախագահները ստեղծում են իրենց այսպես կոչվում անգլերեն legacy based, այսինքն իրենց ժառանգության գաղափարական հենքի վրա որոշակի ուղեղային կենտրոն, որ իրենց գործը շարունակում է ինտելեկտուալ դաշտում, հա, վերլուծներ եւ այլն, այտենց մենք այդ մշակույթը դեռ չունենք, ես կարծում եմ դա շատ գեղեցիկ մշակույթ է ամեն դեպքում եւ այսպես պաշտոնատող բարձրաստիճան անձանց այդ ժառանգությունը շարունակելու դեպ միշտ չի որ այսպես ասած դա շատ հետաքրքիր բան կարող է տալ, հա, այսպես ասած, եւ ընդհանրապես փորձագիտական հանրությանը եւ ընդհանրապես հասարակական քաղաքական գործընթացներում։ Մի բանի վրա այստեղ եզրահանգում անենք, որ ուղեղային կենտրոնների դերը մեծ է կրթության բարեփոխումների գործընթացը թիրախային, նպատակային եւ արդյունավետ իրականացնելու համար։ Միանշանակ համամիտ եմ եւ իրենց ընդգրկումը այսպես կոչված որոշումների կայացման, ռազմավարական բնույթի փաստաթղթերի մշակման գործընթացում էականորեն կարող է բարելավել դա իդե բոլոր ոլորտներն է վերաբերում։ Միանշանակ բոլոր ոլորտներում դա շատ կարեւոր է եւ հուսանք, որ առաջիկայում մենք ել ավելի դրական դինամիկա կնկատենք նաեւ այս ոլորտում։ Լավ, Վարդան ջան, հիմա ասենք մեր զրույցի գեղարվեստական մասին։ Երկու ավանդական հաս կա, որ անդրադառնանք դրանց։ Որն է Վարդան Աթևյանի կրթության փիլիսոփայությունը։ Հետաքրքիր հարց է իրականում։ Գիտեք, իմ կարծիքով կրթության փիլիսոփայությունը, եթե մենք նայենք դա քո աշխատանքը սիրելն է, ներդրվելն է, այսպես ասած, հա, եւ քո մասնագիտությանը պրոֆեսիոնալ վերաբերվելն է։ Իհարկե, չեմ ուզում մեկ այլ թեմա բացեմ, որ շատերի համար օրինակ դասախոսական աշխատանքը կա դիտարկում որպես կողքի ձեռքեր, CV-ում ինչ-որ մի տող, հա։ Ես ավելի շատ դա որպես արհեստավարժ գործնեության ոլորտ եմ տեսնում։ Եվ երբ մարդը նվիրվում է աշխատանքին, հա, 100%-ով ներդրվում է այդ աշխատանքի մեջ, ես կարծում եմ դրանից լավ փիլիսոփայություն չի կարող լինել։ Դա այս իմաստով շատ կարևոր է եւ որովհետեւ դու քանի որ կրթության միջոցով եթե նաեւ համոզված ես որ դու նաեւ հանրային բարիք ես ստեղծում, հա, դա ծառայություն է քո երկրին որոշակի ձևով, դու ձևավորվում ես մի սերունդ, հա, որ հետագայում կամ միգուցե որոշում կայացնողներ տնտեսության տարբեր ոլորտներում դերակատարություն կստանձնեն, կլինի, չգիտեմ, տարաբնույթ, հա, եւ այս իմաստով ես կարծում եմ սա է, եթե փորձենք բանաձևել, դա նվիրվածությունն է քո աշխատանքին։ Շատ լավ բանաձևում էր։ Եվ մեր վերջին հարցը, ինչ գրքեր խորհուրդ կտաս կարդալ մեր լսողների դիտողներին։ 1-2 Այսպես ասեմ, հա, էլի շատ կարևոր հարց է, բայց ես փորձեմ անվանապես զերծ մնալ։ Ես ուղղակի խնդիրը ինչի մեջ է, որովհետև ես նկատում եմ, որ ընդհանրապես այսօր շատ քիչ եմ կարդում, երիտասարդությունը, պատանիները եւ այլը, բայց դա շատ մեծ բան է կորցնում, հա, եւ կարևորը յուրաքանչյուր մարդ, կարևորը ես խորհուրդ կտամ ուղղակի կարդալ լավ գրականություն, կարդալ մեր, չգիտեմ, դասականներին, Արտասամանյան, Արտեկրի դասականներին, կարդալ հուշապատումներ, մարդկանց հիշողություններ, օրինակ ինքս ես սիրում եմ կարդալ ճանաչված առաջին դեմքերի կամ Պաշտոնյան մարդկանց հուշերը, հա, օրինակ միջև մի տպավորելան Քոչինյանի հուշերն եմ կարդացել եւ բազմաթիվ մարդկանց, հա, կլինեն զինվորականներ, կլինեն պետական քաղաքական գործիչներ, դա շատ կարևոր է, դա կարևոր է ձևավորել, որովհետև արժեքային համակարգը միայն մասնագիտական գրականությամբ չի եւ առավել եւս մասնագիտական գրակ, դա ավելի շատ նաեւ գեղարվեստական նաեւ ինչ-որ առումով աշխատանքների միջոցով, այդ մեր նաեւ պատմության միջոցով, պատմաճանաչ լինելու միջոցով, եւ դա մեզ կարող է տալ միայն գրականություն ընդհանրապես։ Եվ ես իմ ուղղակի խորհուրդը կլիներ կարդալ եւ կարդալ լավ գրականություն եւ յուրաքանչյուրը թող այդ կարդացված գրականության մեջ գտնի իրենը, որը ինքը կգտնի, որ այսպես ասած իր համար ավելի հոգեարազատ ոլորտ է։ Եղավ շնորհակալություն շատ հետաքրքիր բովանդակալից եւ ուսանելի զրույցի համար, սիրելի Վարդան, սիրելի բարեկամներ,
Մենք այսօր մտազրույցի տաղավարում զրուցեցինք քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանի հետ։ Ստեսյուն կհանդիպենք։